Հալելույա, օրհնյալ լինի մեր Աստվածը սիրներ, ես ուզում եմ ընթերցել մի երկու համար և տեսնենք այս խոսքի բովանդակությունը որ չափ կարևոր է այսօր իմ և քո համար, առաջինը ուզում եմ կարդալ Եփեսացիներին ուղղված նամակից, առաջի գլուխի 3-րդ խոսքից, օրհնյալ է Աստված ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորներու մեջ Քրիստոսով, ինչպես մեզ անով աշխարհի սկիզբեն առաջ ընտրեց, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք իր առջև սիրով, և առաջվնե մեզ սահմանեց իրեն որդեգիր ըլլալ Հիսուս Քրիստոսի ձեռքով իր կամքին հաճությանը պես, Հալելույա, երբ ուշադիր ենք նայում այս տողերին, մենք տեսնում ենք Աստծո առաջի գործը անելը, եթե սիրելիներ մենք ուզում ենք հաջողություն ունենալ մեր հավատքի ընթացքի մեջ և լինել հաղթողներ, մենք պետք է տեսնենք և հասկանանք, որ առաջ Աստված, ամեն բանից առաջ Աստված, ոչ թե ես, մենք պետք է տեսնենք և հասկանանք, որ ինչպես առաքյալն ասում մեզի, աշխարհի սկիզբեն առաջ նա ընտրեց քեզ, դեռ աշխարհ չկար, նա տեսավ և ընտրեց, սա աստվածային մի հրաշք է, գործ է, որ կարելի չի բացատրել, չենք կարող բացատրել, բայց կարող ենք հավատալ, և այս հավատքն է, որ մեզ տանում է առաջ, Աստված դա է ուզում, Աստված չի ասում, չի սպասում, որ ես ամեն ինչ կետ առ կետ մանրուքները հասկանամ, որովհետև դա անհնարին է, և Սուրբ Գիրքն է նման խոստմունք չունի, բայց ունի մի կարևոր խոստմունք, որ մենք հավատանք, ինչ որ այստեղ գրված է, և այդ հավատն էլ է Աստծուց տրվում մեզի, սիրելիներ, սա կարևոր է, որ եթե ես պիտի քայլեմ այս ճանապարհի մեջ, ես պետք է տեսնեմ Աստծո փառքը, ես պետք է տեսնեմ Աստծո մեծությունը, որ Աստված օրհնյալ է Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ ինչ արեց, աշխարհի սկզբեն առաջ անով, այսինքն Քրիստոսով նա մեզի ընտրեց, և հետո նա մեզ նաև կանչեց, երկրորդ տեղը, ուզում եմ ընթերցել դա Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի, երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 9-րդ խոսքը, որ մեզ փրկեց և սուրբ կոչումով կանչեց, որ ոչ թե մեր գործերուն նայելով, ապա իր նախասահմանությանը և շնորհքին նայելով, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեցավ հավիտենական դարերեն առաջ, ուրեմն տեսնում եք, սիրելիներ, մենք այս ճանապարհի մեջ գնում ենք դեպի, այսինքն փրկություն, ինչպես երգի մեջ մենք կարդացինք այդ տողերը, բայց սիրելիներ, փրկությունը մեզ տրված է դեռ հավիտենական դարերից առաջ, մենք դա պետք է տեսնենք, որ փրկությունը դա Հիսուս Քրիստոսն է մեր մեջ, փառած հույսը դա Հիսուս Քրիստոսն է մեր մեջ, որովհետև Տեր Հիսուսը ինքը Աստծո որոշված մեզ համար եղավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն, ուրեմն եթե ես ունեմ Քրիստոսին, ես այս բոլորը ունեմ, եթե ես ունեմ Հիսուսին, ես ունեմ լույս, և ես ունեմ աչքեր հոգևոր տեսնելու Աստծո փառքը Քրիստոսի մեջ, սա շատ կարևոր է իմ և քո համար, որ մենք տեսնենք, սիրելիներ, թե Աստված գործը ինքն է առաջ սկսել, չէ՞, դու չուզեցիր Աստծո երեսը փնտրել սկզբից, Աստված ինքը որոշեց, տես այստեղ մենք կարդացինք, նա որոշեց դեռ հավիտենական դարերն առաջ, և Տիմոթեոսի մեջ ասում է, նա ընտրեց և կանչեց մեզի, նա փրկեց և կանչեց, և հետո շարունակության մեջ ասում է, բայց հիմա 10-րդ խոսքը, հայտնվեցավ մեր փրկչին Հիսուս Քրիստոսի երևնալովը, որ մահը խափանեց և իր լույս հանեց կյանքը և անմահությունը ավետարանին միջոցով, օրհնյալ լինի նա, Հիսուսն ինչ ասեց, ասեց ես եմ հարությունը ու
կյանքը։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ կյանքը ես չեմ, կյանքը Հիսուսն է, եւ եթե Հիսուսը իմ մեջ է, ես ունեմ հավիտենական կյանք, պինդ բռնեմ իմ ունեցածս, պինդ բռնեմ հավատքը, պինդ բռնեմ շնորհքը, որով եւ մենք պիտի փրկվենք սիրելիներ, որովհետեւ շնորհքը դա իմս չէ, դա Աստծո շնորհքն է, որ տրվում է մեզի եւ իր շնորհքի շնորհով մենք կարողանանք հասնել տեղ սիրելիներ, որովհետև մեզ պահողը, մեզ բռնողը, մեզ օրհնողը դա Տերն է, դա Հիսուս Քրիստոսն է։ Սա մենք պետք է տեսնենք, որպեսզի մենք չապավինենք մեր անձերին, հապա մեր հույսը եւ հավատքը դնենք Աստծո վրա։ Եփեսացիներին ուղված նամակից նորից ուզում եմ ընթերցել երկրորդ գլխից այս անգամ սիրելիներ։ Եփեսացիս երկրորդ գլուխ Եվ այստեղ ինքը առաջի մասում ներկայացնում է, նկարագրում է, թե ովքեր ենք մենք եղել։ Հիշացնում է առաքյալը 2:1. Եվ դուք, որ հանցանքների եւ մեղքերի մեջ մեռած էիք, որոնց մեջ ատենոք կքայլեիք այս աշխարհին բռնած ճամփովը, այս օդին, իշխանությանը, իշխանին պես, այն ոգին, որ հիմա պստամբության որդների ներսին կներգործե, որոնց մեջ ատենոք մենք ամեն կսալ կպտտեինք մեր մարմնի ցանկություններով եւ մարմնի եւ մտքի ուզածը կկատարեինք եւ բնության պարգության որդիներ էինք ինչպես ուրիշները էսի նախքան Քրիստոս կյանքն է մենք այդ ենք եղել բայց չորրորդ խոսքը Աստված որ մեծ է ողորմությունով իր առած սիրուին համար, որով մեզ սիրեց, երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենդանացրեց։ Դուք շնորհքով փրկված եք։ Տեսնում եք, սեներ, դուք շնորհքով փրկված եք, չի ասում պետք է փրկվեք, հələ հայտնի չէ, ասում է դուք փրկված եք։ Այսինքն մեր մեղքերի թողությունը եղավ, մեր մեղքերի համար այրուն թափվեցավ, գինը վճարվել է մեր մեղքերի, որը Քրիստոսի այրունն է, սերներ, դուք փրկված եք, մնա փրկության մեջ, դրա համար շատ կարևոր է, որ մեր կյանքի հետագա մեր շարունակությունը ընթացքը հիմնված լինի ճշմարտության վրա, ճշմարտությունը Քրիստոսն է, ճշմարտությունը Աստծո խոսքն է եւ ճշմարտությունը պիտի գիտնաք եւ այդ ճշմարտությունը ձեզ պիտի ազատե Աստված մեզ չի կանչել նորից ծառայության, նորից գերության, նա կանչել է մեզ ազատության, Քրիստոսի մեջ ապրելու, մեղքից ազատ, անօրենությունից ազատ եւ դա Քրիստոսի շնորհքն է անում մեր մեջ, այնպես չէ, սիրելիներ, մենք խավար էինք, բայց հիմա լույս ենք Տիրոջմով, ուրեմն լույսո որդիներու պես քայլեցեք։ Մենք խավար ենք, բայց հիմա լույս ենք Քրիստոսով։ Քրիստոս եկավ, լույսը մեր մեջ ծագեց, աստվածային կյանքը հայտնվեցավ մեր մեջ։ Հիմա նայե, տես եւ քայլե այդ կյանքով։ Առաքյալը այդպես է ասում մեզի, երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ Քրիստոսի հետ կենդանացուց։ Դուք շնորհքով փրկված եք եւ չի վերջացնում այդտեղ եւ անոր հետ մեզ հարուց ու անոր հետ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով, որբեսի գալու դարերու մեջ ցույց տա իր շնորհքի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեզ ցույց տված քաղցրությունը։ Սերներ, ինչ մեծ շնորհք արեց Աստված մեզի, որբեսի գալու դարերուն մեջ ցույց տա իր շնորհքին փառավոր մեծությունը, ինչպիսի մեծություն, ինչպիսի շնորհքի ճոխություն, որով մեզ քավություն եղավ, սերներ, եւ մենք սա պետք է տեսնենք, սատանան ուզում է, որ մենք սա չտեսնենք, սատանան ուզում է, որ մենք չհավատանք, որ մեր մեղքերին թողություն է եղել, եւ ամեն անգամ ասի մեզի նայ քո վիճակին, տես քո վիճակին, ով ես դու, ինչ ես դու, նա ուզում է, որ մենք միշտ նայենք մեր վիճակին եւ ոչ թե Քրիստոսին։
Այ եթե մենք տեսնենք Քրիստոսին, կտեսնենք, որ մեր մեղքերի համար այժմ է թափվել եւ լվացվել է, եւ մենք կտեսնենք, որ նա մեզ ազատ է արել։ Հիմա քայլիր այս ճանապարհի մեջ, քայլիր այս ազատության մեջ, ասում է Աստված, քայլիր իմ հետ։ Հիշում եք, երբ որ Աբրահամը 90 տարեկան էր, թե 90 քանիս, Իսմայելը ունենալուց հետո 13 տարի Աստված չի խոսել Աբրահամի հետ, 13 տարի, որովհետև Իսմայելը 13 տարեկան էր, եւ Աստված հայտնվում Աբրահամին, եւ Աբրահամը ընկնում է երեսի վրա, եւ ամենակարողը խոսում է իր հետ, ասում է. Ես եմ ամենակարող Աստվածը, իմ առջևս քայլիր եւ կատարյալ եղիր, ես եմ ամենակարող Աստվածը, այսինքն քո տկարություններին հաղթողը, քո նեղությունների մեջ քեզի հաղթություն տվողը, քո հիվանդությունների մեջ քեզ զորացնողը ես եմ, քո բոլոր պակասությունները լեցնողը ես եմ, որ քեզ կփրկեմ, ես եմ, որ ես կվերցնեմ քեզ եւ կկրեմ իմ ուսերին, իմ սրտիս մեջ, ես եմ ամենակարող Աստվածը։ Մենք կարիք ունենք սիրելիներ տեսնելու եւ հավատալու Աստծո սիրուն։ Դուք գիտեք, որ մենք գիտենք, որ Աստված սիրում է մեզ, բայց շատ անգամ չենք հավատում, որ Աստված սիրում է մեզ։ Ինչու՞, որովհետև դժվարության ապացույցը նեղության պահին մենք սկսում ենք տրտունջ անել։ Մենք սկսում ենք փնտրել, նորից ասել. «Ուր ես Տեր, եթե դու ինձ սիրում ես, դու ինձ չես թողնի այսպես», բայց Աստծո սերը եւ Աստծո գուտը երբեք չի պակասել մեր վրա։ Սերներ, ես մի օր գնացել ենք միտեղ եւ միտող այդպես իրական խոսեց իմ սրտին այն համարը, որ ասում է եւ Աստծո ողորմությունը հավիտյան է։ Այդ հավիտյան բառը բացվեց, ես տեսա, որ այ քեզ բան Աստված, որը սկսել է իր գործը կիսատ չի թողնելու իմ կյանքում, քո կյանքում, հավիտյան է նրա ողորմությունը, սիրելիներ, եւ նրա գուտը չպակսեցավ, նա ողորմած է ի սկզբեն ի վեր, դեռ մենք չծնված նա մեզ ճանաչեց, գնեց իր որդու այրունով, եւ երբ որ մենք աշխարհ եկանք, նա մեզ կանչեց իր շնորհքի ճոխությունով եւ մեզ արդարացրեց։ Ոչ միայն արդարացրեց, ուզում եմ կարդալ այդ տեղը, տեսեք ինչ խորն է բացատրում Պողոս առաքյալը եւ ինչպիսի մեծություն կա այս խոսքերի մեջ։ Հռոմեացիս 8-րդ գլուխ, Հռոմեացիս 8 եւ 29-ից կարդանք. «Վասնզի զանոնք, որ առաջ կճանչնար, առաջ վնեալ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից ըլլալու, որբեսի անիկա անդրանիկը լա շատ եղբայրների մեջ, եւ զորոնք առաջվնե սահմանեց, նաեւ կանչեց զանոնք, եւ զորոնք կանչեց, նաեւ արդարացրեց նրանց, եւ զորոնք արդարացրեց, նաեւ փառավորեց զանոնք»։ Հալելույա։ Դու պետք է տեսնես, որ Աստված փառավորեց, Պողոս առաքյալն ասում է փառավորեց, նա տեսնում է ապական, նա տեսնում է գալիքը, որտեղ փառավորեց մեզ Քրիստոսի մեջ, ասում է Հիսուսին մենք տեսնում ենք փառքով եւ պատվով պսակված, իսկ դու որտեղ ես հավատքով, դու Հիսուսի մեջ ես, քեզ հարուց եւ նստեցուց երկնավորներու մեջ Քրիստոս Հիսուսով, այո մենք մարմնի մեջ էստեղ ենք, բայց հավատքով մենք պետք է մեզ տեսնենք այնտեղ, որովհետեւ երկրի վրա սուրբ կյանք ապրենք։ Այ եթե ես չեմ տեսում իմ ապական, ես չեմ տեսում իմ գալիք վայրը, այնտեղ սրբություն է, ես երկրի վրա սուրբ չեմ լինի, եթե ես չտեսնեմ։ Դրա համար, երբ որ մենք տեսնենք, սիրելիներ, այստեղ առաքյալը տեսնում է, եւ սա հենց կերպարանակից լինելն է, ասում է, որբեսի անիկա անդրանիկ լինի շատ եղբայրների մեջ, սա նշանակում է, որ այդ երկնքում ինքը առաջինն է, որ մեռելներից հարություն արավ, անդրանիկն է, որ փառքով պատվով պսակվեց, հորաչկովը նստավ եւ հիմա սպասում է, որ եկեղեցին պետքա հավաքը երկինք, որբեսի շատ եղբայրների մեջ ինքը անդրանիկ լինի։ Սա նշանակում է, որ ինչպես որ Տերը ընտրեց, կանչեց, նաեւ փառավորեց զանոնք։
Դուք ես տեսնում ես սրա մեծ սիրելիներ, այ մենք պետք է Աստծո հոգով մեզ տեսնենք, որ մենք հասկանանք, որ այլևս ես այս աշխարհինը չեմ, այլևս ես մեղքին չեմ պատկանում, մեղքի կյանքով ապրելու ժամանակավոր։ Մովսես Մարգարեի համար ինչ է գրված, ասում է նա կտեսներ անտեսանելի, նա տեսնում էր աներևույթը, դրա համար արհամարեց մեղքի ժամանակավոր զվարճությունը Եգիպտոսի մեջ ինքը երկրորդ մարդն էր թագավորից հետո եւ այդ ամեն փառքը իրանն էր վայելքը նա ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը քան թե Եգիպտոսի գանձերը որովհետեւ նա նայելով կտեսներ կալիքը որ Հիսուսը իր Տերն է եւ նա իրան խոստացել է փառք պատիվ եւ մեծություն սիրելիներ ուրեմն նորից ես ուզում եմ գնալ Եփեսացիս շարունակել միտքը այդտեղ կանգ առնել մի կետի վրա ուրեմն Եփեսացիս 2-րդ գլուխ 8-րդ խոսքից վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ձեզմե հապա Աստծո պարգևն է ուրեմն փրկությունը կամ հավատքը որը որ լինի այստեղ մենք կարող ենք երկուսն էլ հասկանանք որ եւ այս ոչ թե ձեզմե հապա Աստծո պարգևն է հիշում եք Սամարացի կնոջը հետ երբ որ Տերը զրույց էր անում ասեց այն ջուրը որ դու կխմում ես նորից կծարավես բայց այն ջուրը որ ես պիտի տամ հավիտյան չես ծարավի քո ներսիդին կլինի աղբյուր որ հավիտենական կյանքի համար պիտի բխե եւ ասես դուր այդ ջուրը եւ այլն կարճ եմ ես ուզում ասեմ եւ Տերը ինչ ասեց երբ որ ինքը ասեց ջուր դուր ասեց դու ով ես որ իմ հետ խոսում ես հրյա չես ասեց եթե դու իմանայիր թե ով է քո հետ խոսողը դու իր մեկ ուզեիր եթե դու իմանայիր Աստծո պարգևը եւ դա Քրիստոսն էր սիրելիներ Աստծո պարգևը դա հենց Աստծո որդին է հենց դա փրկությունն է որ մեզ համար երկնքից եկա ոչ թե գործեր են որ մեկը չպարծի վասնզի մենք անոր ձեռագործն ենք 10-րդ համարը Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի գործերի համար որոնց Աստված առաջուն է պատրաստեց մեզ որբեսի անոնց մեջ քայլենք ուրեմն սիրելիներ նայեք մենք նոր ստեղծված ենք հիներն անցավ ասում է առաքյալը երկրորդ նամակի մեջ Կորինթացիս եւ ամեն բան նոր եղավ մենք այլևս որ հիմա Քրիստոսի մեջ ենք պիտի ապրենք Քրիստոսի պես որովհետեւ Քրիստոսն իմ մեջ է ու ես Քրիստոսի մեջ սա մի մեծություն է իմ եւ քո համար շատ կարեւոր գիտություն որ Աստված մեզ հանեց խավարի կյանքից եւ մեկացրեց Աստծո որդու հետ Սուրբ Հոգու միջոցով որբեսի Քրիստոսի մեջ եւ ես իր մեջ ոչ թե այլևս ես ապրեմ իմ հին կյանքով այլ ապրեմ նոր կյանքով բարի գործեր գործելու համար սրա համար սիրելիներ շատ կարևոր է որ ես ու դու տեսնենք որ Աստված մեզ կանչել է սուրբ կյանքով բարի գործեր գործելու համար եւ շատ կարեւոր է Փիլիպպեսներին ուղված նամակի առաջի գլխի 6-րդ խոսքը եւ որ մենք ոչ մեկս ոչ մի բարի գործ չէինք կարող անել եթե առաջ Աստված մեր մեջ բարի գործ չաներ դրա համար սա կարեւոր է որ մենք հավատանք եւ մենք ապավինենք Աստծո Փիլիպպեցիս 1:6 ասում է այս մասին վստահ լինելով թե նա որ ձեր մեջ բարի գործ սկսեց մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարե ուրեմն մենք ոչ մեկս էլ բարի գործ չէինք կարող ունենալ եթե առաջ Աստված իմ եւ քո մեջ բարի գործ չսկսեր առաջ Աստված սա շատ կարեւոր է ամեն բանից առաջ Աստված ծննդոց 1:1 սկիզբեն Աստված երկինքը եւ երկիրը ստեղծեց ամեն բանից առաջ ոչ մի բան չկար բայց Աստված կար նույնը եւ իմ եւ քո կյանքում մենք անպտուղ ձիթենիներ ենք եղել վայրի ձիթենիներ կրակի մեջ ցկվելու բայց Աստված հայտնվեց իմ մեջ Աստված հայտնվեց քո մեջ եւ քո մեջի խավարը լույս եղավ եւ դու որ անպիտան էր դարձար հիմա պիտանի Քրիստոսի շնորհքով
Ուրեմն ճանաչենք այս մեծությունը, սիրելիներ, Կողոսացիների նամակի Կողոսացիս 1:17-ում էլ այդպես է ասում է անիկա ամեն բան է առաջ է եւ ամեն բան անով հաստատ կկենա։ Ես ուզում եմ, որ մենք տեսնենք Աստծո առաջին լինելը եւ մի համարել Հռոմեացիներին ուղված նամակի 11:36, սա շատ կարևոր համար է, չեմ ուզում 33-ից կարդամ, վասնցի ամեն բաները անկե եւ անով եւ անոր համար են, իրեն փառք հավիտյանս ամեն բաները նրանից են, նրանով են եւ նրա փառքի համար են։ Ուրեմն տեսնում եք, սիրելիներ, մենք սա պետք է տեսնենք։ Հիսուսն ինչ ասեց։ Ասեց ես եմ որտը դուք ճյուղերն եք։ Ճյուղերը ինքը իրանի չի կարա պտուղ տա։ Ճյուղը պետք է հաստատված լինի որդատունկի վրա եւ արմատին հաղորդ լինի։ Արմատից պիտի գա սնունդը ճյուղին եւ եթե ճյուղը հաստատված է, հաղորդություն կա, այդ որդատունկի հյութին իր պտուղ կտա։ Ուրեմն քո եւ իմ ջանքը ինչու՞մ պետք է լինի։ Պտուղ տալու վրա կենտրոնանանք, չէ, արմատին հաղորդ լինելու վրա կենտրոնանանք, Քրիստոսի կյանքին հաղորդ լինելու եւ այն բոլոր բաները, որոնք արգելք են իմ եւ քո համար, պետք է դա մեկտի ձգել։ Մեկտի պետք է ձգես։ Շատ անգամ քրիստոնյաներս մենք անտարբեր ենք մեր ապագայի համար, մեր օրվա, մեր աճի համար անտարբեր ենք, չենք կարդում, չենք աղոթում, հավատում եմ։ Պողոս առաքյալն էլ գիտեք, չէ՞ ինչ ասեց Հռոմեացիս 7-ի վերջում, ասեց ես ինքս մարմինով մեղքի օրենքին եմ ծառայում, բայց միտքով Աստծո օրենքին, ես ինքս առաքյալս, որտեղ մենք բոլորս այդ մարդն ենք, մենք նստած ենք, օրինակ իմ հետ շատ է լինում, նստած տեղս կարդում եմ, նստած տեղս ապրում եմ Աստծո հետ, գործում եմ, շատ հրաշքներ եմ կատարում, բայց գործնական պետք է անեմ, նստած տեղս լավ է, մտքով ծառայում եմ Աստծուն, բայց ես պետք է ելնեմ, նաև գործնական անեմ, չէ՞։ Տերը մեզի զորացնի, որպեսզի մենք դա այդ իրականությունը մեր կյանքում իրական դառնա։ Ուրեմն ամեն բաները անկե եւ անով եւ անոր համար են։ Ավետարանի հավատքը, սիրելիներ, բարի գործերով պիտի ապացուցվի, որ ես ունեմ այդ հավատքը, որ ես կանչված եմ բարի գործեր գործելու համար։ Եվ միտքս եկավ մի համար Տիտոսին ուված նամակից, երբ որ առաքյալը գրում է Տիտոսին այս նամակը, այնտեղ խոսում է կրետացիների մասին, ուզում եմ կարդալ Տիտոս 1:10-ից, քանզի շատ են անհնազանդները, ունայնություն խոսողները եւ միտք խափողները, մանավանդ անոնք, որ թլպատությունեն են։ Պատկերացնում եք, սիրելիներ, Քրիստոսի եկեղեցու մեջ են այս մարդիկ փողոցում չեն։ Առաքյալը, եթե նրանք փողոցում լինեին, նրանք չէր անհանգստացներ, բայց Աստծո եկեղեցու մեջ են։ Եվ նրանք երևում են որպես ուսուցիչներ, որպես քարոզիչներ, որպես հորդորողներ, խրատողներ, բայց առաքյալն ինչ է ասում, անհնազանդ են, ունայնություն խոսողներ, միտք խափողներ, մանավանդ անոնք, որ թլպատություն են, այսինքն հրեաները, զորոնք պետք է պապանձեցնել, որոնք ամբողջ տուներ կկործանեն, անպատեբաներ կսորվեցնեն անարգ շահախնդրության համար։ Անոնց մեկը զրուցեց, որ բուն կրետացիներից իրենց մարգարեն, ասում է, կրետացիները միշտ սուտ զրույց են, չար գազաններ, դատարկապորտներ։ Այս վկայությունը ճշմարիտ է, անոր համար սաստիկ հանդիման է զանոնք, որբեսի առողջանան հավատքի մեջ։ Առաջ ինձ թվում էր, թե այս հավատքը, որ այստեղ ասում է իրանց մասին, ես ուզում եմ այս վերջի համարն էլ կարդամ, 16-ը, կխոստովանին 1:16, թե զաստված կճանչնան եւ իրենց գործերով կուրանան պիղծ եւ անհնազանդ ըլալովնին եւ ամեն բարի գործի անպիտան։ Առաջ ինձ թվում էր, թե այս հավատքը, որ իրանք խոստովանել են, դավանել են, սուտ բան ա եղել, նենց ոչ իրական, բայց հետո
բացվեց իմ միտքս, ես հասկացա, որ առաքյալն ասում է սաստիկ հանդիման է, որպեսի առողջանան հավատքի մեջ։ Այսինքն իրանք եկեղեցու մեջ են, նրանք խոստովանում են, որ Աստված ճանաչում են, բայց ցավոք սրտի իրենց գործերով կուրանան, նրանք անհնազանդ են եւ ամեն բարի գործի անպիտան։ Էսի լուրջ կարևոր բան է, որ մենք սիրելիներ կանչված ենք բարի գործեր գործելու եւ չլինելու անհնազանդ։ Պետրոս առաքյալը իր առաջի նամակի առաջի գլխում առաջի Պետրոս 1:1-2 համարները երկրորդն եմ ուզում կարդամ, երկրորդ խոսքից Հոր Աստծո կանխագիտության համեմատ հոգին սրբացնելով հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի այրունին սրսկվելուն համար։ Այսինքն Աստված ինչ արեց, մեզ ընտրեց, մեզ կանչեց մեկ կարևոր նպատակի համար՝ հնազանդության, հնազանդվել Աստծուն, հնազանդվել Աստծո որդուն Հիսուս Քրիստոսին եւ նրա կամքը կատարել։ Եվ հետաքրքիր մի խոսք կա Հովանու ավետարանի մեջ, ուզում եմ այդ տեղը ընթերցեմ, եթե գտնեմ։ Ասում է. Անոր Հովանու 3:36 Անոր որդուին կհավատա, հավիտենական կյանք ունի, եւ անոր որդուին չի հնազանդիր, անիկա կյանք պիտի չտեսնե, հապա Աստծո բարգություն անոր վրա կմնա։ Ուրեմն մենք կանչված ենք հնազանդության եւ անոր որդուն Հիսուս Քրիստոսի այրունին սրսկվելու համար։ Ուրեմն առաքյալը Հովանեսը շատ գեղեցիկ է ասում, որ նա մեզ լված իր այրունով, մեր մեղքերից լված, նա մեզի սրբեց, բայց այդտեղ չի վերջանում, սիրելիներ, որովհետև մենք այս տակավին այս մարմնի մեջ ենք եւ սա մեղքի մարմինն է։ Մենք սպասում ենք այս մարմնի ազատությանը։ Ես ուզում եմ այդտեղը կարդամ Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ասում Պողոս առաքյալը, թե ինչպես մենք սպասում ենք եւ ինչ է դա նշանակում։ Հռոմեացիս 8:23 խոսքը եւ ոչ միայն այսքան, հապա մենք ալ որ հոգին առաջին պտուղը ունենք, դա Քրիստոսն է, մենք մեզ մեր անձերուն մեջ կհառաչենք որդեգրությամբ, այսինքն մեր մարմնի ազատությանը սпасելով։ Մենք սպասում ենք որդեգրության, մեր մարմնի ազատությանը սпасելով։ Այսինքն ո՞րն է մարմնի ազատությունը։ Տակավին այս մարմնի մեջ մեղք կա։ Եվ երբ որ Քրիստոսը վեր տանի մեզի, այն ժամանակ այս մարմինը պիտի փոխվի։ Մարմին եւ այրուն չի ժառանգում։ Նա խոստացել է մեզ փառավոր մարմին, հոգևոր մարմին, եւ այդ մարմնի մեջ այլևս մեղք գոյություն պիտի չունենա, եւ երբ որ մենք հագնենք, իր որդու պատկերին կերպարանակից կլինենք, փառքով պատվով պսակված, այլևս առանց մեղքի։ Սա է ասում առաքյալը, իսկ մինչ այդ, ինչպես որ Հովանեսն ասում, եթե իր առաջի նամակի առաջի Հովանու 1:6 խոսքից, եթե ասենք, թե անոր այդ հաղորդություն ունենք եւ խավարի մեջ պտտենք, սուտ կզրուցենք եւ ճշմարտությունը չենք ըներ, ապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու այդ հաղորդություն կունենանք եւ անոր որդուին Հիսուս Քրիստոսի այրունը ինչ կնե, մեզ ամեն մեղքե կսրբե։ Շարունակաբար մենք պիտի սրբվենք, չէ՞ որ մեր մարմինն էլ է աղտոտվում, մեր հանդերձն էլ է աղտոտվում ֆիզիկապես, բայց հոգին էլ է աղտոտվում, սիրելիներ։ Դրա համար առաքյալը մեկ ուրիշ տեղ ասում է, ձեր բոլոր հոգին եւ շունչը ու մարմինը անարատ պահվի մինչեւ մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի օրը։ Ձեր բոլոր հոգին, դա Թեսաղոնիկեցիների մեջ է ասում, եւ շունչը ու մարմինը։ Չի ասում մարմինը դե մեղավոր է, ոչ, մարմինն էլ պետք է անարատ պահվի, եւ դա սիրելիներ, դա կարող է լինել միայն Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Նա, որ մեր մեջ բարի գործը սկսեց, նա կարող է իր
ավարտին հասցնել։ Ուրեմն մենք Քրիստոսից անկախ ոչինչ չենք կարող անել։ Տեր Հիսուսն էլ դա ասեց Հովհաննես 15-րդ գլխի մեջ այն օրինակով, որ դուք ճյուղերն եք, ես որդն եմ, առանց ինձի բան չեք կրնանել։ Դրա համար իմ եւ Աստծո որդու հարաբերությունը պետքա պինդ լինի, պետքա պահպանել, իսկ երբ որ կտրվում է, խզվում է, խոստովանություն պետք է անենք սիրելիներ, երբ որ մենք խոստովանվում ենք մեր մեղքերը, նա հավատարիմ է եւ արդար, մեզ սրբելու եւ ամեն անօրինություններ մեզ մաքրելու։ Եվ Հռոմեացիս 5-րդ գլխի մեջ էլ շատ կարևոր մի խոսք կա գրված, ուզում եմ կարդալ Հռոմեացիս 5:10 Հռոմեացիս 5:10 Վասնզի եթե մեր թշնամի եղած ատենը Աստծո հետ հաշտվեցանք իր որդվին մահովը, որ չափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք անոր կյանքովը։ Ում կյանքով պիտի ապրենք? Հիսուսի։ Հիսուսն ասեց ես եմ կյանքը, չէ՞։ Ես եմ, մեկը չի կարող հորոքով գալ։ Ուրեմն մեր հաշտված ատենը, երբ մենք մեղավոր ենք, երբ մենք խավար ենք, Աստված մեր համար իր որդին զոհեց։ Հիմա մենք որ փրկվեցինք, պետքա հաշտություն ունենանք, հաշտվենք մեր գործերի մեջ, մեր մտածմունքի, մեր սրտի, մեր ամեն ինչը, որ չափ ավելի մեր հաշտված ատենը պիտի ապրենք անոր որդուին կյանքովը։ Եվ այս հաշտվելու վրա ելցելներ նայենք մի տեղ էլ ու պետքա աղոթենք։ Ինչքան կարևոր է Աստծո հետ հաշտվելը։ Ինչու համար, որբեսի ես ու դու կարող լինենք ապրել նրա երկնային կյանքով։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 19-րդ խոսքից մի երկու համար։ Ուրեմն 5:19 այսինքն Աստված էր, որ Քրիստոսով աշխարհս իրեն հետ հաշտեցուց։ Բոլոր աշխարհը հաշտեցրել է իր հետ, բայց բոլոր աշխարհը Աստծո հետ հաշտ չէ, ճիշտ է։ Բոլոր աշխարհը հաշտեցրեց եւ հիմա կանչում է, եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, ու ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Իմ լույսը ձեր վրա առեք եւ ինձ մեզ սորվեցեք։ Բայց քանիսը եկան, այսօր դու որ եկել ես, դու եկել ես, դու որ ընտրել ես, դու որ ընդունել ես իր որդին, դու հաշտվել ես։ Հիմա այստեղ ասում է, ուրեմն Քրիստոսի կողմանե դեսպանություն կնենք, իբրև թե Աստված կբարեխոսեր մեզմով, կաղաչենք ձեզի Քրիստոսի կողմանե, հաշտվեցեք Աստծո հետ։ Եվ սա ինքը աշխարհին չի խոսում, զարմանալի է, չէ՞, նա խոսում է եկեղեցին։ Եկեղեցու մեջ կարող է մարդը եկեղեցու մեջ է, բայց Աստծո հետ հաշտ չէ։ Իր ապրած կյանքով, իր գործերով նա կարող է ուրանալ։ Աստված մեզանից հեռու տանի չար գործերը, որբեսի մենք տեսնենք Աստծո բարությունը, տեսնենք նրա շնորհքը եւ նրա շնորհքով մենք ապրենք երկրի վրա։ Կաղաչեմ Քրիստոսի կողմանե հաշտվեցեք Աստծո հետ, վասնզի Աստված զանիկա, որ մեղք չեր գիտեր Քրիստոսը, մեզ համար մեղք ըրավ, որբեսի մենք անոր միջոցով Աստծո արդարները լինենք։ Այսինքն այն արդարությունը, որ Աստված խոստացել է մեզ համար, սիրելիներ, մենք դրան հասնենք։ Տերը օրհնե, այս խոսքերը դնենք մեր սրտերի մեջ, քննենք Աստծո խոսքը աղոթքով, որ Տերը եւ Պողոս առաքյալը ասում է, որ մենք աղաչում ենք Քրիստոսի կողմանե հաշտվեցեք Աստծո հետ։ Եկեք աղոթքով գանք Աստծո։ Եթե ինչ-որ ծռություն կա մեր կյանքում, անհաջու բան կա, եկեք հաշտվենք, որովհետեւ ապրենք անոր որդուին կյանքովը։ Ամեն։ Ասենք Փառք Հիսուսին։ Ես ուզում եմ այսօր մի փոքր մենք նորից անդրադառնանք հավատքի թեմային։ Ինչի համար եմ ես սրա մասին խոսում, մենք բոլորս այստեղ հավատացյալներ ենք եւ հավատում ենք Աստծո խոսքին։ Բայց արդյոք այսքանն է մեզի տրված, հիմա ինչ որ մենք ունենք։
Արդյոք այսքանով ենք մենք առաջ գնալու, ինչ որ մենք լսում ենք եւ այլն։ Հիմա բոլորս էլ հիմա եթե հարցնեմ եւ ասեմ Աստծուն հավատում ենք, մենք բոլորս միաձայն կասենք այո։ Ճիշտ է։ Ուղղակի իմ սրտիս մեջ կա, որպեսզի մենք հավատքը ակտիվացնենք մեր կյանքում։ Մի տարօրինակ բան եմ, չէ՞ ասում։ Հավատքը ի գործ դնենք։ Ոչ թե միայն հավատանք, այլ ի գործ դնենք։ Հիշում եք այդ խոսքը ավետարանում։ Աստծո խոսքի մեջ հավատքը, որ սիրով ի գործ կդրվի։ Սիրելիներ, մենք հաճախ մեր հավատքը չենք օգտագործում։ Եվ ոչ թե հաճախ, ես մտածում եմ, որ երևի 100-ից 90%, 99% մենք չենք օգտագործում մեր հավատքը։ Գիտեք ինչու, որովհետև ուղղված է մենակ միայն մի թեմայի վրա, որ Աստված կա։ Իսկ մնացած հարցերում մենք թողնում ենք հետոյի։ Հիմա մենք ավելի կհասկանանք այդ բաները, ուրեմն ի տարբերություն հին ուխտի մեջ Եբրայեցիների 11-րդ գլխի մեջ գրված է, որ ասում է, կարդացել եք Եբրայեցիների 11-ը։ Աբել, Կայեն, Աբրահամ, Նոյ, հիշում եք բոլոր սուրբերը, սրանց մասին ինչ է գրված։ Ասում է հավատքով զոհմատուցեց, հավատքով դուրս եկավ խոստացած երկիրը։ Հիշում եք, չեմ ուզում այդ բոլորը կարդամ, ուղղակի ուզում եմ որ դուք աշխատեք ձեր մեջ։ Բայց գիտեք ինչն է զարմանալին, Աստված երբ որ այցելում էր այս մարդկանց, իրանք չէր առաջարկում, որ իրանք հավատային։ Օրինակ չէր ասում Աբրահամ հավատա, որ ես քեզի խոստացյալ երկիր եմ տանելու։ Նույն չէր ասում հավատա, տարբանը կառուցի, որ ես քեզի փրկելու եմ։ Ուղղակի ասում էր, այդ մարդիկ հավատքով ընդունում էին։ Որ տենց է լինելու։ Իսկ նոր ուխտի մեջ Հիսուսի գործունեությունը սկսվում է հենց այս պայմանով։ Մարկոս 1:16 ուզում կարդամ այդ խոսքերը, որպեսզի մենք ավելի ուշադիր լինենք։ Ներողություն 15 խոսքը։ Ու երբ կսեր թե, նայեք լսեք, ու կսեր թե ժամանակը լրացել է, Աստծո թագավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Այսպիսի հրաման նոր ուխտում չկար, հին ուխտում չկար, ներողություն։ Այս հրամանը չկար հին ուխտի ժամանակ, բայց այստեղ Հիսուսը իր գործունեությունը սկսում է ժամանակը մոտեցել է, Աստծո թագավորությունը ժամանակ եկել, Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Եղբայրներ քույրեր, ես ուղղակի այս թեման այսօր բերում եմ նրա համար, որպեսզի մեր հոգու աշխարհի մեջ մեր հավատքը ակտիվացնենք, սկսենք ի գործ դնել։ Որ մենք մտածենք, որ հավատքը նրա համար չի, որ երբ որ մենք ասում ենք հավատա, որ Աստված կարա քեզ բժշկի, դա վաղվա համար չի։ Դա մի տարվա հետոյի համար չի։ Դա կոնկրետ այդ պահի համար է։ Որովհետև եթե ես կարանամ հասկանամ, որ Աստված ինձի հենց այդ պահին հավատամ, որ ինձի կբժշկի, ուրեմն պիտի բժշկի, հավատքը ստեղ ակտիվանում է եւ տեղի անենում գործողությունը։ Բայց որpեսզի մենք սրան հասնենք, սերներ, ես ուզում եմ որոշ բաներ, ուրեմն փոխանցեմ ձեզի։ Ուրեմն իչեք հավետարանի կարևոր գործողություններն են։ Ժամանակը մոտեցել է, որի մասին մենք շատ քիչ ենք մտածում, ժամանակը հասել է, Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեցեք ու ավետարին հավատացեք։ Սա սկսվում է ամբողջ ավետարանը սրա վրա, սիրելիներ։ Եվ դրանից բխում են արդեն մնացած բոլոր ճյուղերը։ Ուրեմն ես կուզենամ կարդամ առաջին հերթին նաև Ղուկաս ավետարանի 17 գլխի 5-րդ խոսքը։ Ղուկաս 17 եւ 5 խոսքերը, Ղուկաս 17 գլուխ 5 խոսքերը։ Եվ առաքյալները ըսին Տիրոջը, մեր հավատքը ավելացրու։
Եվ Տերը ըսավ, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թթենին կրնայիք ասել արմատիկի խլե ու ծովու մեջ տնկե, անալ պիտի հնազանդեր ձեզի։ Լսում եք, սիրելիներ։ Այստեղ երբ որ առաքյալներ ասում են մեր հավատք ավելացրու, Հիսուսը իրանց չի ասում շատ աղոթեք, որ ձեր հավատքը ավելացնեմ։ Կամ ասենք հեսա ես կսկսեմ ձեր հավատքը կամաց ավելացնել։ Այս խոսքերը ինքը չի ասում։ Ասում է, ինչպես է ասում, եթե դուք մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, ասենք, այսինքն մանանեխի հատի չափ հավատքը, եթե մեր կյանքում կա, դա իզորու է սարեր տեղափոխել։ Դա իզորու է ծառեր արմատախիլ անել, դա իզորու է որպեսի բժշկություններ անի, դա հերիք է, երբ որ դա մեր կյանքում կա։ Այսինքն մենք ոչ թե պիտի ավելացնենք մեր հավատքը, այլ պիտի կոնկրետ հավատանք խոսքին, որ ասում է, որ եթե ունենայիք այդ հավատքը մանանեխի չափի, դուք ասեք ու պետքա լինի։ Բայց մենք այդպես չենք ընդունում, սիրելիներ, մենք ասում ենք, դե դա երևի մեզի տրված չի էլի։ Մենք չենք կարա տենց անենք։ Այս հոգեբանության մեջ ապրող հավատացյալը հաջողության չի հասնում իր հավատքի կյանքի մեջ։ Այսպիսի տկարությամբ ապրող հավատացյալը, որը չի հավատում, որ ինքը եթե ասի կլինի իրան, դրա համար է թողնում է վաղվա եւ գիտես ինչ ենք ասում։ Ասում ենք դե Աստված այդպես կամեցավ, երևի Աստված չուզեց, որ մենք այսօր բժշկվենք։ Կամ այսօր ծառը արմատախիլ անենք, կամ այսօր այո, այստեղ կոնկրետ ասում է, եթե ունենայիք, ասեք, պիտի լինի։ Իսկ մենք դա գիտեք ինչեր ենք կապում։ Դա կապում ենք մեղքերի հետ, կապում ենք մեր ունեցված, չգիտեմ, ինչ որ խնդիրների հետ, եւ փորձում ենք բացատրել մարդկային իմաստությունով մեր մեջ դնել, որ այդ պահին չի կարա լինի, դա պետք է լինի հետո։ Այստեղ արդեն գործողությունը դադարում է։ Ուզում եք դա ապացուցեմ Սուրբ գրքով, սերներ։ Առաջի գլուխ Կորինթացիների, առաջի Կորինթացիս երկրորդ գլուխ։ Եկեք ուշադիր նայենք այս խոսքերը։ Առաջի Կորինթացիս երկրորդ գլուխ առաջի խոսքից եմ կարդում։ Առաջի Կորինթացիս երկրորդ գլուխ առաջի խոսքից։ Ուշադիր լսեք։ Եվ ես եղբայրներ, որ ձեզի եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով Աստծո վկայությունը ձեզի հայտնելու եկա, վասնզի ես միտքս չդրի ձեր մեջ ուրիշ բան գիտնալ, բայց միայն Հիսուս Քրիստոսը ու զայն խաչը ելած։ Եվ ես տկարությունով ու վախով ու շատ դողով ձերքով կեցա ու իմ խոսքս իմ քարոզությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, հապա հոգու եւ զորության ապացույցով, որպիսի ձեր հավատքը մարդոց իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով։ Լսում եք? Լսում եք, սիրելիներ։ Առաքյալ ասում է ձեր մեջ վախով, դողով ասում է կեցա։ Ձեզի իմաստության մարդկային ձևով չեկա, որպեսի որ դուք հավատաք, ապա ասում է տկարությունով ու վախով շատ դողով ձերքով կեցա։ Ինչ էր ուզում իրանց մեջ ապացուցել առաքյալը։ Ինչ ուզում է Սուրբ Աստծո խոսքը մեր մեջ ապացուցի։ Այն ժամանակ, երբ որ ես սկսում եմ մարդկային իմաստությունով բացատրել հավատքի գործունեությունը, նույնը դուք ընդունում եք ու այդպես էլ ապրում եք ու ոչ մի փոփոխություն չի լինում ձեր հոգևոր կյանքի մեջ։ Including me, ես էլ հետներս։ Ձեզ հետ միասին, ես չէ որ ես առանձնացրել եմ ինձ։ Ուրեմն, տեսնում եք հիմքը որտեղից է գալի։ Ես ոչ թե եկա մարդկային իմաստության գերազանցությունով, հապա Աստծո զորությունով, որպեսզի ձեր հավատքը մարդկային իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով լինի։ Այսինքն հավատքը մարդկային իմաստությամբ է, հավատքը Աստծո զորությամբ է։ Հիմքը ինչից է գալի մարդկային իմաստության, երբ որ մենք բացատրում ենք, որ եթե այսօր քո մոտ չստացվեց, ուրեմն վաղը կլինի։ Բայց հավատքի խոստմունքը չի ասում վաղն է լինելու, ասում է հիմա է լինելու։ Հավատքը ասում է հիմա է, ակտիվացրու գործունեության մեջ դիր հավատքը, որպեսզի տեղի ունենա այն ինչ որ դու ուզում ես։ Եվ միտեղ Հիսուսն ասեց, որ ինչ որ հավատքով աղոթքի մեջ խնդրեք պիտի ստանաք, ինչի երբ հայտի լինելու։ Երևի Աստված չկամեցավ այսօր որ լինի։ Իսկ որտեղ գրված է դա։
Որտեղ է գրված, որ Աստված չկամեցավ, որ այսօր էդի լինի։ Ինչի հիման վրա ես դու էդի մտածում։ Ինչի հիման վրա ես դու այդ խոսքերը արտահայտում։ Իսկ որտեղ է գրված, որ Աստված չկամեցավ, որ էդի լինի։ Բայց ես ասում եմ, աղոթեցի, չեղավ, ուրեմն Աստված այդպես կամեցավ։ Ոչ, Աստված այդպես չկամեցավ, դու չհավատացիր, որ հիմա կարող է այդի քո հետ լինել։ Փորձենք այսօր սիրելիներ։ Ինչ որ տարօրինակ բաներ եմ ասում, թե նորություն եմ ասում, ինչ եմ ասում ստես։ Մենք ուղղակի տարիներ շարունակ մեր հավատքի ուղղությունը դրել ենք մարդկային իմաստության բացատրած խոսքերի վրա։ Մարդկային իմաստության, ոչ թե Աստծո զորության։ Դրա համար էլ մենք միշտ տկար, մենք միշտ նեղված, մենք միշտ հոգնած, մենք միշտ հիվանդ, մենք միշտ այսպես ենք ապրում։ Ոնց պատահի դե Աստված կամեցավ, որ տենց լինի, ուրեմն տենց արել։ Բայց ես նորից եմ ասում, սիրելիներ, հիմքը որն է այդ մտածմունքի։ Ուշադրություն դարձրիք այս խոսքերի, նորից եմ կարդում։ Եվ ես եղբայրներ, որ ձեզի եկա ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով Աստծո վկայություն ձեզի հայտնելու եկա, ոչ թե խոսքի եւ իմաստության գերազանցությունով։ Ապա ինչով։ Նախ ասում այս ուզեցի ձեր մեջ գիտնալ Քրիստոսը ղանե խաչը ելած, ուզեցի նախ տեսնեմ էդի ձեր մեջ։ Մենք խոսում ենք հավատանք, բայց եկեք տեսնենք Քրիստոսը խաչված մեր մեջ կա։ Որից որ գալիս է այդ ամենը։ Արդյոք Քրիստոս խաչված մեր մեջ կա։ Տեսեք, այստեղ խոսքը տենց է ասում։ Ձեր մեջ վասնզի միտքս չդրի ձեր մեջ ուրիշ բան մը գիտնալ, բայց միայն Հիսուս Քրիստոսը ու զայն խաչը ելած։ Ինքը չի եկել, որ հարցնի դուք հավատում եք, ասում թե չէ։ Բայց ուշադրություն դարձրել ենք, մենք համարյա բոլոր քարոզիչները այդ դրան ենք մատածույց անում։ Հավատում եք, չէ, որ Աստված կարա անի։ Բայց մեկը չի ասում, Հիսուս խաչվել է ձեր մեջ։ Կա Քրիստոսը խաչը ելած, Քրիստոս ձեր մեջ կա բնակված, եթե այո, հավատքը կենդանի է։ Էսի էր ասում Պողոսը։ Էսի էր ասում խաչյալ Հիսուսը, խաչյալ Հիսուսի հոգևոր կյանքիս մեջ, նրա Գողգոթայի ոտքերի տակ կանգնած, ես էդի եմ ուզում տեսնեմ իմ մեջ։ Ոչ թե ուշադրություն դարձնեմ ունայն բաների հավատքի վրա ունայն բաների համար, այլ Քրիստոս Հիսուսը իմ մեջ, այն էլ խաչը ելած, սա է փնտրում առաքյալը, սա է ասում Աստծո խոսքը, ինձ եւ քեզ այսօր հիմա դու տեսնում ես էդի, սրա վրա աշտություն դարձրել ես։ Երբ որ այս հարցը լուծվում է, այն ժամանակ Պողոսը գրում է այսպիսի խոսքեր, ու իմ խոսքս եւ քարոզչությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, ուշադրություն դարձրեք, համոզիչ խոսքերով էր։ Շատ ժամանակ ուշադրություն դարձրել, մենք մարդկանց համոզում ենք, որ ինքը հավատա։ Համոզում ենք, թե դա ինչից է գալիս այդ ամեն ինչը, երևի մեղք ես գործել, երևի լավ չես աղոթել, երևի չես կարդում, երևի եկեղեցի չես գնում, երևի սենց, երևի նենց, ուրեմն արես հարցերը լուծի, որ Աստվածը քեզի նայի, երեսիդ նայի։ Համոզիչ խոսքերով։ Համոզենք քեզի դառնաս հավատացյալ, համոզենք, որ դու հավատաս, համոզենք, որ դու սրբվես, համոզենք, որ մեղք չգործես, համոզենք, որ բարի գործեր անես, այս բոլոր բաները սիրելիներ, մարդկային իմաստությունով է։ Եվ մենք դրա վրա հիմնված ենք, եւ դրա պատճառով հավատքը մեռած է։ Մենք չենք ընդունում այս պահին մեր սրտերի մեջ։ Ոնց թե եղբայր ջան հավատքը մեռած է, բա մինչեւ մա ինչ էի անում։ Մինչեւ մա ինչ էի անում։ Հավատքը ասում է հուսացած բաների ապացույցն է, չերևացող բաների հաստատությունը։ Այն ինչ որ դու չես տեսնում, ապացուցվում է։ Այն ինչ որ դու չի երևում, դու տեսնում ես էդի, առնում ես էդի։ Դա ոչ թե գալիքին է վերաբերվում, դա այսօրվան է վերաբերվում, հիմիկվան է վերաբերվում, սիրելիներ։ Ի գործ դիր հավատքդ, ու կտեսնես տարբերությունը քո հոգևոր կյանքի։ Կտեսնես առաջ խաղացը քո հոգևոր կյանքի։ Այնակ վերցնենք մեղքերի մասին։ Մենք ամեն օր, երբ որ սխալվենք, մեղք գործենք, գալիս ենք Տիրոջ առաջ, Տեր ների։ Գիտեք ինչ ենք անում։ Մենք անարգում ենք Քրիստոսի արյունը, սիրելիներ։ Որովհետև չենք հավատում, որ Հիսուսի արյունը թափվել է մեր մեղքերը ներելու համար։
Հիսուսի արյունը մեզ ներել է արդեն։ Գողգոթայի խաչի վրա ներել է արդեն։ Ես քանի անգամ պիտի ասեմ Տերների, որ Տեր ինձի համոզվի, որ ների թե չների, հետո ինձի նոր ների։ Ես քանի անգամ պիտի անեմ։ Ես կարամ Հիսուսին համոզեմ, որ ինձի ների։ Բայց հավատքն ասում է Քրիստոսը ներել է մեր բոլոր մեղքերը։ Մեր կատարած ու չկատարած, մեր գալիքի ու վաղվա 100 տարվա հետո բոլոր մեղքերը ներված են։ Երբ որ ես գալիս եմ իր առաջ, ես հավատքով ասում եմ, շնորհակալ եմ, որ դու ինձի ներել ես։ Տեսեք, փորձեք ինչ ուրախություն է գալի ձեր մեջ։ Ես այս խոսքերը երբ որ ասում եմ ամեն անգամ հետևից նույն բանը կրկնում եմ։ Խոսքը նրանց մասին չի, որ գնամ ինչ ուզենամ անեմ, կամ ասեմ ներիր Տեր ու հավատամ, որ Տեր ինձի ներել է։ Այսինքն ես մտածված գնամ ինչ որ մի հատ իմ մարմնի ցանկությունը կատարեմ, վերջում գամ ասեմ, դες հավատում եմ, որ ինձի ներել է Տերը։ Դրանց մասին չի խոսքը, սիրելիներ։ Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք ապրում են Քրիստոսի հետ, մեղքին ոչ են ասել, բայց ընկել են։ Տկարացել են։ Բայց դա իրանց կյանքը չի։ Այստեղ ես հավատում եմ, որ Հիսուս ներել է ինձ։ Եվ երբ որ ես գալիս եմ իր առաջ, այդ ծանրությունով, այդ խնդրելով, այդ մեղքով եւ ասում եմ, շնորհակալ եմ, որ ինձ ներել ես, շնորհքը իջնում է այդ պահին։ Բայց երբ որ ես սկսում եմ աղաչել, որ Տեր ինձ ների, Հիսուսը նայում ասում է, այս ողորմելին չի իմանում, որ ես իրան շուտվանից եմ ներել, ինչ ես քեզի տանջում, վեր կաց ու քայլիր։ Բայց չէ, ինձ ասել են, որ պիտի 100 հատ մոմ վառեմ։ Մի 6 օր էլ եկեղեցի պիտի գնամ, որ մեղքս վերցվի։ Հասկանում եք, սիրելիներ։ Դուք միտք առնում եք, ես ինչի մասն եմ խոսում։ Թե մտածում եք, որ Արմեն եղբայրը շեղվել է։ Ուրեմն ես մի հարց եմ ուզում տամ ձեզ, երբ որ մենք եկանք Հիսուսին, բացվեց մեզի մեր մեղավոր վիճակը։ Մենք ինչպես հասկացանք, որ ներվել ենք։ Հավատացինք, չէ՞։ Այսինքն հավատացինք, որ ներվել ենք, ճիշտ է։ Ինչ որ մի հատ գործողություն, համոզիչ, ասենք, բաներ, խոսքեր եղել է, մենք բացվեց, որ մենք մեղավոր մարդ ենք, հավատացինք, որ մենք ներվել ենք եւ կյանք ստացանք։ Ճիշտ է։ Ո՞նց եղավ դա։ Հավատքը գործեց։ Այսօր ինչքան ուզում եմ ապացուցեմ, համոզեմ, որ նույն ձևով հավատացեք, որ Հիսուս բժշկել է, Հիսուս ազատում է, Հիսուս կյանք է, չեն կարող հասնենք այդտեղ։ Չէ, եղբայր ջան, ես գիշեր ցերեկ աղոթում եմ, չի ստացվում։ Ես գիշեր ցերեկ աղոթում եմ, չի ստացվում։ Ինչ ես տանջվում, ընդամենը հավատա։ Հավատա, որ Հիսուսը ներել է, հավատա, որ Հիսուսը բժշկել է, հավատա, որ Հիսուսը կյանք է, եւ դու չես մեղ գործի։ Այ ամբողջ մեղքերի հիմքը մենք որ տեսնում ենք, ովքեր որ մեղք են գործում, մեղավոր կյանք են ապրում, անդադ սխալվում են, դա անհավատությունն է, անհավատության պատճառով է։ Եթե մարդը հավատքով ընդունի, որ կյանքը Հիսուսն է, դրանից դուրս ինքը կյանք չի տեսնա եւ չի գնա դրանի պատուներից խաղի։ Մենք գիտենք ինչի ենք նման, ոնց որ ասենց նստես մի հատ առած սեղանի շուրջ, ու մի կտոր ստեից ուտես, մի կտոր ընդեից ուտես, մի կտոր ընդեից, բայց նորմալ հաշ չուտես։ Կծահարես էլի ասենց կողքից, կշմտես, բայց բան չուտես, բան չհասկանաս։ Ճիշտ այդպես մենք կանգնած ենք Աստծո ողորմության, գթության, շնորհքի սեղանի առաջ եւ իրանից ընդամենը այդ կծահարված բաներն ենք առնում, բայց իրականում Տեր Հիսուսն ասում է մեզի, որ ես եմ կյանքի հացը, ով որ ինձի ուտի կյանք ունի։ Եթե այս խոսքով, այս հավատքով մենք մտնենք, սիրելիներ, մենք երբեք չենք շեղվի հավատքի կյանքից։ Ուրեմն լավ որտեղից է գալի Աստծո հավատքը մեր մեջ։ Մենք բոլորս քարոզում ենք, հավատքը լսելն է, լսել Աստծո խոսքին։ Հռոմեացիս 17:5։ Ինչքան ենք չէ քարոզել դա։ Գիտեք խնդրեմը որն է, որ ասում ենք ու այդ պահին մենք լսում ենք, համաձայնվում ենք ու գնում առաջ։ Ոչ մի բան դրա համար չենք ձեռնարկում։ Իսկ ի՞նչ պետք է ձեռնարկել։
Չեմ ուզում տեղերը ասեմ, բանավոր եմ ասում։ Ասում եմ մեկը եկավ իր ծառաներին անում, մեկը մի բան տվեց, մնացները տվեց, հիշում եք։ 5, 2, 1 եւ գնաց հեռու երկիր։ Այն որ 5 ուներ գնաց դրեց գործի մեջ, այն որ 2 ուներ դրած գործի մեջ, այն որ 1 ուներ ասեց այս տերս ջղայն ձածայա։ Ինչ որտեղ չի դրել, հնձում է, վրձնում է եւ այլն։ Եվ ասում է պահեմ, ինքը գա իրան տամ, ասեմ ախպեր, ար, քոնը քեզ, ոնց, տվել ես տնեցել տալիս եմ, ոչ պակասացրել եմ, ոչ էլ ավելացրել եմ։ Գալիս է տերը, կանչում է ծառաներին, ասում է ինչ արեցիք, մեկը գալիս է որ 5 ուներ, ասում է տեր, քո 5 մնացը 5-ն էլ է բերել, ասում է ապրես, բարի հավատարիմ ծառա, գնա մտի տիրոջդ ուրախությունը։ Երկրորդ ունեց ասնա գալ, էդ էլ ունի ասում։ Այն էլ ամտնում տիրոջ հանգիստը։ Այն երրորդը որ մի հատ ուներ, գալեսանից հպարտ ուրախ ասում է տեր, գիտես, մի հատ որ տվել էր, պինդ պահել եմ, ծրարել եմ, դրել եմ հողի տակ, որ ոչ մեկը ոչ տենա, ոչ խանգարի, ոչ մի բան, ար, քոնը քեզ ախպեր, ինձ այդ գործ չունես։ Եվ ինչ է ասում տերը։ Չար եւ ծույլ ծառա։ Չար եւ ծույլ ծառա։ Այն մարդը որ հավատքը չի օգտագործում, չար եւ ծույլ ծառա է։ Նա չի ուզում որ իմանան ինքը հավատացյալ է, չի ուզում որ ինքը բոլորի մոտ աղոտ կանի, չի ուզում որ հավատքի գործեր անի, պահել է Աստված իրան տվել է կյանք, վերջացավ, ինքը դրանով բավարարված է։ Բայց հավատքը սիրով ի գործ չի դրվում։ Ուրեմն սերներ, հավատքը ես մի քիչ առաջ ասացի ուզում կրկնել, որպեսզի մենք հաստատվենք։ Առաքյալները Ղուկաս 17:5-ում եկան ասացի մեր հավատքը ավելացրու։ Եվ Հիսուս ասեց. Եթե ունենայիք մանանեխի հատի չափ հավատք, ասեք ծառին ասեք խրվի, պիտի խրվեր։ Եթե ունենայիք։ Հիմա հարց է ծագում։ Այդքան Հիսուս քարոզեց այդ մարդկանց։ Այդքան իր այդ քայլեցին, եկան ասացի մեր հավատքը ավելացրու։ Այդ նույն հոգեբանությունը այսօր ունենք մենք։ Հələ եկեք մենք սրտանց նայենք ձեր աղոթքի կյանքին։ Հենց գալիս եք աղոթքից, Հիսուս հավատքս ավելացրու։ Չենք ասում։ Փառք Հիսուսին, ովքեր որ չեն ասում, բացվել է։ Հասկանում եք սեներ։ Մեծամասնությունը կարամ ասեմ, Հիսուս հավատքս ավելացրու։ Հիսուս հավատք տուր ինձ։ Հիսուսն ասում է, սիրելիս, ես վաղուց քո մեջ հավատք եմ դրել։ Այն խոսքը, որ դու խոսում ես, վաղուց քո մեջ հավատք առաջացրել։ Դու արդեն հավատում ես ինձ, բայց դու չես օգտագործում, դա քո խնդրեմը։ Միտք առակ, չէ՞։ Ուրեմն հավատքը ինչ է անում սերներ մեր կյանքում։ Հավատքը առաջին հերթին արդարացնում է մեզ։ Հռոմեացիս 4:5-ի մեջ կարդում ենք Աբրահամի եղած դեպքը, երբ որ Աբրահամը եկավ եւ Աստված իրան այցելեց եւ ասեց, որ քո սերունդը ավազի չափ պետք է լինի, հետո եկավ Իսահակին ասեց՝ դիր զոհասեղանի վրա։ Աբրահամը չեկավ ասեց՝ Տեր Աստված, բա ասում էիր քո սերունդը բանը ավազի չափի մեջ չափ է լինելու, ավազի հատի չափ, բայց ո՞նց Իսահակին զոհեմ։ Ոնց անեմ ես էդի։ Այսինքն Աբրահամը հավատացել էր, որ Իսահակին հարություն է տալու։ Դուք պատկերացնում եք սերիներ։ Հարություն է տալու, թեկուզ իր ձեռով սպանում է իր երեխուն, բայց Աստված իրան հարություն կտա, որովհետև խոստմունքը Իսահակով է։ Միտք առնում եք։ Այստեղ այս հավատքը իրան ինչ արարեց։ Արդարացրեց։ Այսօր էլ նա որ կհավատա, որ ամբարիշտեղ արդարացնում է, էսի իրան հավատք իրան արդարացնում է սեներ, իրան արդարություն է սեպում հավատքը։ Ընես որ երբ որ մենք մեղավոր ենք, մենք ընկած ենք, մենք թույլ ենք, մենք տկար ենք, բայց մենք Քրիստոսի արդարներն ենք հավատքի միջոցով Հիսուս Քրիստոսին հավատալու։ Հասկանում եք։ Աստված երբ որ նայում է մեզ, իր աչքերը մեզի չի տեսնում մեր մեղքերն ու անօրությունները, նա տեսնում է Քրիստոսի արյունը մեզ վրա եւ մեզ արդարացած տեսնելով մեզի չի մեղադրում մեր մեղքերի մեջ։ Հասկանում եք։ Նա չի մեղադրում, որովհետև ինքը մեզ արդարացված զավակներ է տեսնում։ Թեկուզ ես ինչ որտեղ սխալվել եմ, մեղք եմ գործել, անհավատություն եմ արել, չգիտեմ ինչ եմ արել, բայց Աստված ինձ մեզի նայում է որպես արդարության զավակներ։ Ինչի՞։ Մեր գործերի նայելով ոչ, մեր բարությանը նայելով ոչ,
Քրիստոսի անվանը հավատալու պատճառով մենք արդարացված զավակներ ենք ծերիներ։ Անկախ մեր տարիքից, անկախ մեր գործերից, անկախ մեր մեղքերից, անկախ մեր տկարություններից, բավական է, որ մենք հավատացել ենք, որ Հիսուսը Աստծո որդին է, մենք արդարացել ենք։ Հավատում եք սրան։ Եվ վերջապես հավատքը բժշկում է, սիրելիներ։ Ես ուզում եմ մի հատված կարդամ առաջի Կորինթացիս 13:2-ը, ստեղ էլ շատ հետաքրքիր խոսք է ասում, կապված ծառերը տեղափոխելու հետ։ Առաջի Կորինթացիս 13:2 Սիրելիներ, նայեք, ուրեմն գոյություն ուներ այդ տեսակ հավատք, որ Պողոսը գրում է։ Եթե չլիներ, ինքը չէր ասի այդ մասին, նա օդում չէր խոսում։ Այն ինչ որ Պողոսը գրում էր, ականատես էր, բացվել էր ու դրա համար էր գրել։ Մեզ նման երևակայելով չի գրել Պողոսը, նա Սուրբ Հոգով ներշնչված գրել է։ Ուրեմն տեսեք ինչ է ասում։ Եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդները ու ամեն գիտությունը, եւ եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները տեղափոխելու, լսում եք, ունենամ հավատք մինչև անգամ լեռները տեղափոխելու ու սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Իհարկե էսի առանձին թեմա, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ կոնկրետ այս խոսքի վրա, եթե անգամ հավատք ունենամ լեռներ տեղափոխելու, մարդը գիտեր, որ դա կա։ Հասկանում եք։ Մարդը տեսել էր իր աչքերով։ Դրա համար է գրում։ Էլ եմ ասում, մենք ինչ որ խոսում ենք, ասում ենք, դա մեր երևակայությունն է, բայց առաքյաները խոսում են իրանց տեսածը։ Կոնկրետ տեսածն էին ասում։ 12 առաքյաները կոնկրետ տեսածն էին քարոզում։ Պողոսը կոնկրետ տեսածն էր քարոզում։ Նրանց խոսքը դատարկ չէր, երևակայություն չէր, նա կենթանի հաստատված, ապացուցված խոսք է։ Դրա համար ասում եմ, անգամ հավատք ունենամ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ ոչինչ եմ։ Փառք Հիսուսին։ Հավատքը բժշկում է, սիրելիներ։ Նայեք, ես էլի եմ ասում։ Այսօր կոնկրետ կարա դա լինի մեզ հետ։ Հիմա այս պահին դա կարա լինի, երբ որ մենք կոնկրետ հավատքով ընդունենք այս խոսքերը։ Ղուկաս 17:19-ի մեջ այսպիսի դեպք կա։ Ասում է, ինքը Երուսաղեմ կգնար, այս Սամարիա գալեմ չի կանցներ եւ մի հատ գյուղ էր մտնում, որտեղ 10 բորոտ մարդիկ կային։ Եկան Հիսուսի մոտ, ասի վարդապետ, մեզի բժշկի։ Եվ ասես գնացի զի քահանային ցույց տվեք, ըստ օրենքի։ Մովսեսական օրենքով բորոտները պիտի գնային անպայման քահանանին ցույց տային, երբ որ իրանք բժշկված էին։ Ուշադրություն դարձեք, սիրելիներ։ Օրենքն ասում էր, երբ որ մեկը բորոտությունից բժշկվեր, պիտի գնար իրան քահանային ցույց տար, եւ քահանան իրան պիտի հայտարարեր մաքրված։ Այն ժամանակ ինքը իրավունք ուներ ժողովրդի մեջ մտներ, բայց հələ մի հատ պատկերացրեք, սիրելիներ, մարդիկ բորոտ են, նրանց վրա է թափվում այն այդ մսերը, եւ Հիսուս իրանց ասում է, գնացեք ձեզի քահանային ցույց տվեք։ Այս մարդիկ չհելան ասացին, Տեր Հիսուս, այս ինչ ես ասում, ոնց գնանք մեզի քահանային ցույց տանք, բայց ախր մենք մեզ վրա է փաստացի։ Ոչ մեկը ձեն չանեց։ Հելան ու գնացին։ Մինչև հասան քահանապետի մոտ կամ քահանայի մոտ, մաքրվան այդ մարդիկ ճանապարհին։ Հասկանում եք։ Մինչև հասնելը, որ քահանան իրանց պետք է հայտարարեր մաքուր, իրանք արդեն մաքրված մտեցել էին քահանային։ Եվ ասում է ճանապարհին մեկը տեսավ, որ ինքը մաքրվել է, հետ եկավ Հիսուսի մոտ։ Եվ շնորհակալություն էր հայտնում իրան։ Տերն ասես, բա այն ինը ուր են։ Այն ինը ուր են, որ գնացին։ Եվ ինչ ասեց այդ խոսքը, որը ասեցի, եւ վսավ անոր, ելիր գնա, քո հավատքդ քեզ բժշկեց։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Ուրեմն սերն ինչ ենք միտք առնում։ Հավատքը վաղվա համար չի։ Մի տարի հետո համար չի։ 3 ամսվա, չգիտեմ քանի ինչքան ուզում եք անունները դրեք, դրա համար չի, հավատքը հիմիկվա, հենց հիմի պահի համար է, այս պահին գնա քեզի քահանային ցույց տուր, ու մինչև դու գնաս, դու պետք է արդեն մաքրվես, այսպես պետք է հավատաս դու։
Միտ կառնում եք։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ուզում եմ ինտերես է կարդամ ու չձանձրացնեմ ձեզի շատ, ասենք, խոսքերով, 2 Տիմոթեոս 4:7։ 2 Տիմոթեոս 4:7։ Հավատքը պետք է պահել։ Բարի պատերազմը պատերազմեցա, ընթացքը կատարեցի, հավատքս պահեցի։ Սա վերջնական ամփոփումն է սերլիներ, հավատքս պահեցի։ Որը մենք պետք է մեր հավատքը նաև պահենք, ոչ թե միայն օգտագործենք։ Իսկ պահելու համար ինչ է պետք։ Աստծո խոսքի հետ հաղորդակցվել է պետք։ Եթե դու չունես հաղորդակցություն Աստծո խոսքի հետ, դու հավատք ոչ ունես, ոչ է կարաս պահես։ Ինչի՞, որովհետև հավատքը գալիս է խոսքից, մեր մեջ առաջանում, եւ դա ամեն օրվա գործողություն է, ամեն օրվա, ոչ թե մի անգամվա։ Ամեն օր մենք պետք է մեր մեջ հայտնաբերենք այդ ինչից Աստծո խոսքից։ Ինչքան ես կարդում եմ խոսքը, այնքան ի մեջ հավատքը աճում է, զորանում է, որովհետև միտեղ էլ ասում է, որ ձեր հավատքը շատ աճելու վրա է։ Ինչի համար, որովհետև կապ ունեն Աստծո խոսքի հետ։ Բայց ես բազմից անգամ ասել եմ, մի անգամ եմ ասում ձեզ արթնացնելու համար, սիրելի եղբայրներ, քուրեր։ Մեր շատ հավատացյալներ, ովքեր որ գալիս են կիսվելու, զրուցելու, խոստովանելու, տկարացել եմ, չեմ կարում աղոթեմ, չեմ կարում ներեմ, չեմ կարում համբերեմ, ջղայնանում եմ շուտ, եւ այլն, չէ՞ սենց հարցեր են ասենք կիսվում։ Ես սովորել եմ մի հատ հարց տամ բոլորին։ Դու վերջի անգամ ավետարան երբ ես կարդացել։ Եղբայր ջան, դե ես մի 6 ամիսա չեմ կարդում։ Բա ի՞նչ էիր ուզում։ Բա ինչ էիր ուզում ոլինի, ուրախ զվարթ ապրեիր։ Նենց հաստ զորավոր, նենց աղոթեիր, շարժվեին լեռները, բա տենց էլ լինելու է, հա ոչ հավատք ունես, ոչ հավատքդ պահում ես, ոչ էլ առնչվում ես Աստծո խոսքից, բա ինչ պետք է լինեիր։ Ուրեմն սերներ, կարդացեք ավետարան, ուսումնասիրեք ավետարան, հավատքը աճում է եւ զորանում է դերից։ Ամեն։